Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ։ 2025 թվականը Հայաստանի Հանրապետության համար լի էր եւ հագեցած էր բազմաթիվ կարեւորագույն եւ նշանակալի զարգացումներով, հատկապես արտաքին քաղաքական անցուդարձի առումով։ Եվ այստեղ բնականաբար իր առանցքային նշանակությունն ու դերը ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունը։ Որքանով էր հաջողված 2025 թվականը Հայաստանի համար, մասնավորապես միջազգային կազմակերպություններում եւ տարբեր հարթակներում, բազմակողմ հարթակներում ծավալած գործունեության առումով, ինչ ձեռքբերումներ կարող ենք նշել, որ գրանցվել են 2025 թվականին, ինչ ակնկալիքներ կարող են լինել եւ ինչ զարգացումներ 2026 թվականներին եւ ինչ ուղղություններով են անհրաժեշտ ջանքեր գործադրել այս առումով եւ ինչ հաջողություններ է Հայաստանը գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այս եւ այլ հարցերի շուրջ այսօր մեր ոդքասթի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Ռոբերտ Աբիսողոմոնյանին։ Պարոն Աբիսողոմոնյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Նախ եւ առաջ նշածս թեմաների առումով փորձենք ամփոփ ներկայացնել, թե ինչ հաջողություններ եւ ինչ ձեռքբերումներ ունեցավ միջազգային կազմակերպությունների եւ բազմակողմ հարթակների շրջանակներում ծավալած գործունեության ընթացքում Հայաստանը անցած արդեն 2025 թվականի առումով։ Բարև ձեզ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նման հետաքրքիր ձևաչափով զրույցի հրավերի համար։ Փորձելով ամփոփել 25 թվականը բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի իրականացված աշխատանքների եւ ձեռքբերումների տեսանկյունից, նախ պետք է նշեմ, որ 25 թվականին երկարատև բացից հետո Հայաստանի Հանրապետության ներկայացմամբ կամ անմիջական ներգրավվածությամբ միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ-ի մարմիններում ընդունվեցին 4 բանաձևեր, ինչը երևի թե մեկ տարվա համար աննախադեպ թիվ է։ Մասնավորապես կարող եմ նշեմ Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի հիշատակի օրվա 10-ամյակի նվիրված բանաձևը, ճիշտ է նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության շրջանակներում շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը եւ երկու բանաձև ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում փոքր կղզի պետությունների նվիրված օրվան եւ մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում նոր եւ նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։ Ակտիվ էր նաև տարբեր մարմիններում, ՄԱԿ-ի մարմիններում եւ հանձնաժողովներում Հայաստանի տեխնատությունների ներկայացումը 20-ից ավել մարմիններում եւ գործադիր խորհուրդներում Հայաստանը ընտրվել է որպես փոխնախագահ, նախագահ, անդամ, ինչը նաև խոսում է Հայաստանի հեղինակության եւ վստահության մասին։ Աշխատանքներ են իրականացվել նաև 26 թվականին, որպես եւ 27 թվականին Հայաստանի կողմից հյուրընկալվելիք երկու խոշոր միջոցառումների, մասնավորապես COP17-ի կենսաբազմազանության մասին COP-ի եւ ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ուղղությամբ։ Տարվա ընթացքում հատկանշական է նաև եւ կրկին սա խոսում է միջազգային հանրության կողմից վստահության մասին, որ Հայաստանը ընտրվել է առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 12-րդ հանդիպումը հյուրընկալող երկիր, որ տեղի կունենա 27 թվականին կրկին Հայաստանի Հանրապետությունում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում մեծ ակտիվություն ենք ցուցաբերել։ Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում է գրանցվել Երևանի urարտական ժառանգությունը, Գառնիի համալիրը, աշխարհի հիշողության ռեգիստրում գրանցել ենք Մխիթար Գոշիի դատաստանագիրքը եւ ուրեմն հոբելյանական օրացույցում գրանցվել է Աճարյանի 150-ամյակը եւ Հանրապետության հրապարակի 100-ամյակը։ Ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաեւ ՄԱԿ-ի հետ շրջանակային փաստաթղթի մշակման ուղղությամբ։ Ամբողջ տարվա ընթացքում բանակցությունների արդյունքում տարեվերջին ընդունվեց առաջիկա 5 տարիների գործողությունների ծրագիրը, շրջանակային փաստաթուղթը, որը կանխորոշի Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջև զարգացման օրակարգի շուրջ առաջիկա անելիքները հիմնական 4 ուղղություններով, այդ թվում մարդկային կապիտալի, տնտեսության, շրջակա միջավայրի եւ կառավարման ոլորտում։ Աշխատանքներ են իրականացվել եւ հաջողությամբ ավարտին է հասցվել նաեւ մի շարք այլ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների, մասնավորապես ՄԱԿ-ի զարգացման գործակալության, բնակչության հիմնադրամի, մանկական հիմնադրամի հետ աշխատանքները, մասնավորապես
ծրագրային փաստաթղթերի մշակման ուղղությամբ։ Եվ թե ամփոփ նշեմ, սրանք են հիմնական ուղղությունները եղել, որոնցով Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն ներգրաված է եղել 25 թվականին։ Ինչ բարդությունների եւ մարտահրավերների է բախվում Հայաստանի Հանրապետությունը վարելով բազմակողմ քաղաքականություն, ինչ մարտահրավերներ կան մեր երկրի համար։ Կարծում եմ միջազգային կազմակերպությունների եւ բազմակողմ հարթակների աշխատանքում արկա մարտահրավերների վերաբերյալ խոսելիս պետք է դրանք կրում են համընդհանուր բնույթ եւ առանձնանշել միայն Հայաստանի մարտահրավերները երևի թե տեղին չի լինի, քանի որ ակնհայտորեն միջազգային կազմակերպությունները, որոնք տարիների շարունակ ձևավորել իրենց գործիքակազմը, ունեն համապատասխան մանդատներ տարբեր աշխատանքներում ներգրավելու ուղղությամբ, առնվազն վերջին տարիներին հաջողությամբ չեն իրականացնում այդ մանդատները։ Եվ դա ակնհայտորեն երևում է աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս առկա ճգնաժամերի, հակամարտությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ աշխատանքները միջազգային կազմակերպությունների ներգրավվածության ակտիվությունը մոնիտորինգի ենթարկելուց կամ դիտարկելուց։ Սա այն մարտահրավերներն են, որոնց բախվում է միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այս շրջանակներում երևի թե պետք է նշել տարվա ընթացքում սկիզբ առած բարեփոխումների գործընթացները, որոնք առկա են կարծես թե բոլոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում նաև տարածաշրջանային կազմակերպություններում։ Բայց այդ բարեփոխումները սկիզբ առան մասնավորապես ՄԱԿ-ից, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրեց ՄԱԿ 80 նախաձեռնությունը, ՄԱԿ-ի բարեփոխման նոված, որը արդեն իսկ տեսանելի արդյունքներ է գրանցում եւ հիմնական աշխատանքներն ընթանում են սրանք մանդատների վերանայման եւ ընդհանուր կազմակերպության օպտիմալացման ուղղությամբ։ Այդ թվում նաեւ անվտանգության խորհրդի մանդատները նկատի ունենք։ Այդ թվում նաեւ անվտանգության խորհրդի շրջանակներում, սակայն հայտնի է, որ անվտանգության խորհրդի բարեփոխումները շատ ավելի երկար ժամանակ են ընթանում եւ այս նախաձեռնությունը հիմնական վերաբերում է ամբողջ կազմակերպությանը եւ ենթակա մարմիններին։ Իսկ տարիներ ի վեր ստեղծվել են տարբեր մարմիններ, որոնք պետք է իրականացնեին այս կամ այն գործառույթը, որոնք միաժամանակ խաչվում են այլ մարմինների կողմից իրականացվող գործառույթների հետ։ Եվ սրա օպտիմալացմանն է ուղղված ՄԱԿ 80 նախաձեռնությունը, որտեղ Հայաստանը ակտիվորեն ներգրավվածություն ունի իր առաջնահերթությունները առաջին հերթին առաջ մղելու համար։ Մասնավորապես այս համատեքստում պետք է նշեմ մարդու իրավունքների ոլորտը, հատկապես կանխարգելման օրակարգը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը մշտապես ակտիվություն է ցուցաբերել կանխարգելման օրակարգի շրջանակներում եւ մենք փորձում ենք ՄԱԿ 80 նախաձեռնության շրջանակներում ամրապնդել կանխարգելման օրակարգը։ Այսինքն ՄԱԿ 80 բարեփոխումներից կանխարգելման օրակարգը պետք է դուրս գա ավելի ուժեղացված, համապատասխան իր մանդատի եւ համապատասխան այն մարտահրավերներին, որոնց աշխարհն այսօր բախվում է։ Պարոն Աբիսովամյան, միջազգային կազմակերպություններում եւ բազմակողմ հարթակներում ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ մեր հանրապետության ներգրավվածությունը եւ նրա դերի բարձրացման ուղղված ինչ ջանքեր եք տեսնում, որ պետք է գործադրվեն եւ արդյոք անհրաժեշտությունը կա դրա։ Միջազգային կազմակերպությունների շրջանակներում առնվազն 25 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունը փորձում է ներգրավել առավել դրական օրակարգով կամ ներգրավել կազմակերպության դրական օրակարգում նաև հանդես գալով որպես կառուցողական եւ գործընկերային երկիր վայելելով մյուս գործընկերների վստահությունը։ Խոսքը գնում է ոչ միայն նիստերին մասնակցելու կամ ելույթներ ունենալու վերաբերյալ, այլ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում ներգրավելու եւ նոր նախաձեռնություններով հանդես գալու մասին։ Այսինքն վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը դիրքավորվում է որպես միջազգային կազմակերպությունների դրական օրակարգը առաջ մղող պետություն, որը իր հերթին նպաստում է նաև ոչ միայն միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը այս կամ այն երկրի հետ, այլ նաև հնարավորություն է ստեղծում այդ համագործակցությունը տեղափոխել նաև երկկողմ դաշտ։ Սկզբում նշեցի 4 բանաձևերը, այդ բանաձևերն իրականացվել են տարբեր երկրների հետ համագործակցության շրջանակներում։ Իսկ այն բազմակողմ համագործակցության հարթակներում ստեղծվել է երկկողմ համագործակցության մի նախադեպ, որը կարելի է տեղափոխել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգ եւ փորձել դրա հիման վրա զարգացնել այլ ուղղություններով աշխատանքները։ Իհարկե, երբ խոսքը գնում է
ջանքերին Հայաստանի Հանրապետության տարբեր միջազգային կազմակերպություններում, այստեղ կարծում եմ շատ կարևոր է նաև ոլորտային գերատեսչությունների եւ փորձագիտական համայնքի ներգրավվածությունը։ Մասնավորապես, երբ խոսքը գնում է տնտեսական կամ տեխնիկական ուղղվածության կազմակերպությունների վերաբերյալ։ Հաշվի առնելով այն ուշադրությունը, որ Հայաստանի Հանրապետությունը դարձնում է իր զարգացման օրակարգին, կարծում եմ սա այն ոլորտներն է, որտեղ պետք է հավելյալ ջանքեր գործադրել մեր առաջնայնությունների իրականացման նպատակով։ Կարծում եմ գաղտնիք չէ, որ 2025 թվականը Հայաստանի Հանրապետության եւ հատկապես արտաքին քաղաքականության տեսանկյունից ու առումով հիշարժան դարձավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ եւ իհարկե դրանից բխող նաեւ մյուս հռչակագրերի ու պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։ Այ օրինակ դուք առավել ներգրավված լինելով միջազգային կառույցներում առաջ տարվող աշխատանքներում ինչ է փոխվել Հայաստանի ներգրավվածության առումով այս Վաշինգտոնյան համաձայնությունից հետո։ Իրավի 25 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց տարածաշրջանում եւ այդ խաղաղությունը տեսանելի է նաեւ միջազգային կազմակերպությունների եւ բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքների վրա, փոխելով ընդհանուր քաղաքական միջավայրը բազմակողմ հարթակներում։ Մենք պետք է արձանագրենք, որ եթե նախկինում այս կամ այն նախաձեռնության իրականացման համար ստեղծվում էին խոչընդոտներ, որոնք հաճախ արհեստական խոչընդոտներ էին, այժմ այդ խոչընդոտները նվազել են կամ իսպառ բացակայում են, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը առավել ակտիվորեն ներգրավել տարբեր գործընթացներում եւ առաջ մղել իր սեփական օրակարգը նաեւ։ Կարելի է ասել, որ հաստատված խաղաղության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի միջազգային կազմակերպությունների շրջանակներում անվտանգային հարցերի հետ մեկտեղ առավել ակտիվ ներգրավել նաև զարգացման օրակարգի հարցերում, տնտեսական, ենթակառուցվածքային, շրջակա միջավայրի, կլիմայի հետ կապված հարցերում եւ առաջ մղել իր օրակարգը տվյալ ոլորտներում, որոնք չափազանց կարևոր են այսօր Հայաստանի Հանրապետության զարգացման տեսանկյունից։ Ընտրությունները արդեն իսկ նշեցի, որոնք եւս դրա արդյունք են այդ թվում, իսկն իրականացված աշխատանքների հետ համատեղ, այլ բանաձևերը, նախաձեռնությունները, հայտարարությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունը կարողանում է առաջ մղել հանուն իր քաղաքական առաջնահերթությունների եւ զարգացման օրակարգի իրականացման։ Փոփոխությունները միանշանակ դրական կարող են գնահատել օգոստոսի 8-ից հետո։ Կարող են գնահատել, որ արկա է դրական դինամիկա եւ այն գործողությունները կամ այն քաղաքականությունը, որ նախկինում իրականացվում էր, այն ոլորտներում, որոնք նույնիսկ միմյանց չէին առնչվում, այժմ նվազել են կամ իսպառ բացակայում են։ Ներկայում Հայաստանի Հանրապետության կողմից վարվող արտաքին քաղաքականության շրջանակներում դրա գործունեության մեջ ինչ դեր է հատկացվում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եւ այս առումով բացառություն չի կազմում նաեւ միջազգային կազմակերպություններում իրականացվող աշխատանքները եւ սա ոչ միայն հռչակագրային դրույթ է, այլ նաև քաղաքական կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Դա ոչ միայն հիմնված է կամ առավելապես հիմնված է արժեքների վրա, բայց նաև նպաստում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ հետագա զարգացմանը։ Մարդու իրավունքների օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է գործընկերային եւ վստահության միջավայր միջազգային կազմակերպություններում։ Այս համատեքստում կցանկանայի նշել որպես օրինակ Մարդու իրավունքների խորհրդում 25 թվականին Հայաստանի կողմից նախաձեռնված հայտարարությունը կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանության ոլորտում նոր եւ զարգացող տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որին միացավ շուրջ 70 պետություն։ Իսկն սա աննախադեպ թիվ էր Մարդու իրավունքների խորհրդում ընթացիկ հայտարարությունների համար։ Հայաստանը ակտիվ է նաև հումանիտար իրավունքի ոլորտում, որը այն ուղղություններից է, որը
կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, մասնավորապես խոսքը գնում է անհետ կորածների, բռնի անհետացածների, գերիների վերաբերյալ, որոնք տարվա ընթացքում տարբեր մարմիններում բարձրաձայնվում էին։ Մյուս ոլորտը դա մարդու իրավունքների շրջանակներում դա մոնիտորինգային մարմինների հետ աշխատանքն է, եւ այս համատեքստում արդեն իսկ առիթ ունեցել ենք զրուցել այն նեմրահարթակի ստեղծման վերաբերյալ, որը փաստացիորեն թվայնացնում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հանձնառությունների իրականացումը։ Դա ոչ միայն նպաստելու է հանձնառությունների իրականացման, այլ նաեւ ինստիտուցիոնալ մակարդակի է բարձրացնելու դրանց իրականացումը։ Այսինքն նախկինում հատվածական իրականացումը այժմ առցանց հարթակի միջոցով բոլոր շահագրգիռ գերատեսչությունների միջև իրականացվելու է փոխգործակցաբար։ Սա նաև ապահովում է թափանցիկությունը հանրության առջև մարդու իրավունքների ոլորտում ստանձնած հանձնառությունների եւ հետագա դրանց իրականացման վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է նաև արձանագրել նախորդ տարի տեղի ունեցած համընդհանուր պարբերական դիտարկման հաշվետվության ներկայացումը, որի շրջանակներում Հայաստանը ընդունեց հանձնառությունների մեծամասնությունը եւ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել դրանց իրականացման ուղղությամբ։ Մոնիտորինգային մարմինների հետ աշխատանքը մեծ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դա նաեւ ինչ որ առումով ինքնագնահատական է, տեսնելու մարդու իրավունքների ոլորտում արկա բացերը եւ հետագա աշխատանքները ուղղել այդ բացերի իրականացմանը։ Որ միջազգային կազմակերպություններում է աշխատանքը եւ գործունեությունը, որը դուք ամենակարևորն եք համարում Հայաստանի համար։ Երևի շատ բարդ կլինի առանձնացնել միջազգային կազմակերպությունները ըստ կարևորության, բայց եթե քննարկենք համակարգված գործառույթների տեսանկյունից, ապա կարելի է բաժանել մի քանի խմբերի մասնավորապես։ Նախ առաջին հերթին դա ՄԱԿ համակարգն է, որտեղ արկա են անվտանգային զարգացման եւ մարդու իրավունքների բոլոր օրակարգերը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է ներկայացնել, համագործակցել եւ առաջ մղել տվյալ ոլորտներում իր առաջնահերթությունները։ Երկրորդ ոլորտը, որ կառանձնանշեի, դա երևի թե անվտանգային եւ տարածաշրջանային կայունության վերաբերող կազմակերպություններն են։ Այս համատեքստում երևի թե Հայաստանի Հանրապետության համար կարևորներից է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, կնշեմ նաեւ քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի մի դեպքում համագործակցել անվտանգության ոլորտում, դեպքում ներկայացնել իր մարտահրավերները, այդ թվում նաև տարածաշրջանային մարտահրավերները։ Երրորդ ոլորտը, որ կարելի է առանձնանշել, դա զարգացման եւ ոլորտային համագործակցությունն է, միջազգային կազմակերպություններն են, որտեղ կարելի է առանձնանշել արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, ՄԱԿ-ի Պարանի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը, Պարանի համաշխարհային կազմակերպությունը, որոնք կարևոր են Հայաստանի Հանրապետության զարգացման, պարենային անվտանգության եւ ընդհանուր քաղաքական օրակարգի առաջմղման համար։ Առանձնահատուկ երևի կարելի է նշել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը կարևորվում է Հայաստանի համար ոչ միայն մշակութային ժառանգության եւ կրթական օրակարգի առաջմղման համար, այլ նաեւ ունի քաղաքական նշանակություն։ Փաստացի, կարծում եմ յուրաքանչյուր կազմակերպություն կարևոր է իր մանդատի եւ գործառույթների շրջանակներում եւ պետք է հստակ դիրքավորել այդ մանդատի եւ գործիքակազմի ճիշտ օգտագործման նպատակով։ Իսկ բազմակողմ դիվանագիտության որ կողմերն են, որոնք առավել կարևոր են, բայց քիչ տեսանելի են հանրության համար։ Բազմակողմ դիվանագիտության միայն վերջնարդյունքն է տեսանելի հանրության համար։ Մնացած ամբողջ ահռելի աշխատանքը, որ իրականացվում է, հանրության աչքերից հեռու է իրականացվում, Եվ ամենատեսանելի օրինակը դա փաստաթղթերի բանակցություններն են։ Իսկ հանրությունը տեսնում է արդեն պատրաստի ընդունված փաստաթուղթ կամ փաստաթուղթ, որը քվեարկության է դրվում ՄԱԿ-ի կամ այլ մարմիններում, սակայն այն ահռելի աշխատանքը, որ իրականացվել է մինչ այդ փաստաթղթի հրապարակումը կամ քվեարկության դնելը տեսանելի չէ հանրության համար, բայց իրականում բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը ահռելի աշխատանք են իրականացնում յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր ստորակետի համար, որը կարող է կանխորոշել նաև այդ փաստաթղթի վերջնական ընդունումը կամ դրա արդյունքը կամ դրա օգուտը
տվյալ երկրի համար եւ տվյալ երկրի արտաքին քաղաքականության համար։ Իհարկե հանրության մոտ կա մի կարծրատիպ, որ փաստաթղթերը, որոնք ընդունվում են տարբեր միջազգային կազմակերպություններում, առավել եւս վերջին շրջանում, երբ միջազգային կազմակերպությունները մարտահրավերների են բախվում, այդքան կամ արդյունք չեն տալիս հողի վրա, չեն փոխում որևէ բան մարդկանց կյանքերում, կամ դրա արդյունքը նույնիսկ տեսանելի չէ, եթե ինչ-որ մի բան անում են։ Բայց դա պետք է դիտարկել նաև երկարաժամկետ տեսանկյունից։ Ցանկացած փաստաթուղթ, ցանկացած հայտարարություն, որ ընդունվում է, դա արդեն իսկ արդյունքի վերածելու աշխատանքներին միտված առաջին քայլն է։ Այսինքն արդեն փաստաթղթի հետագա աշխատանքները յուրաքանչյուր պետության իրավունքն է եւ յուրաքանչյուր պետության գործառույթն է հետագայում աշխատել այդ փաստաթղթերի շրջանակներում իր օրակարգի, իր զարգացման, անվտանգության եւ այլ քաղաքական առաջնահերթությունների առաջմղման համար։ Այսինքն ցանկացած փաստաթղթով ստեղծվում է մի հիմք, որը կարող է նպաստել հետագա գործառույթների, հետագա առաջնահերթությունների իրականացմանը։ Երևի սա մի կոմպոնենտն է, որ կցանկանայի նշել, որը դուրս է հանրության աչքից։ Իհարկե այստեղ պետք է առնչվեն նաև մարմիններում ընտրությունները, որ մինչև ընտրությունները ահռելի աշխատանք է իրականացում եւ երկկողմ համագործակցության շրջանակներում եւ բազմակողմ համագործակցության շրջանակներում, տարբեր փոխանակումների, տարբեր օժանդակությունների միջոցով, բանաձևերի անցկացումը, նույն միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների եւ մարմինների հետ աշխատանքը կանխորոշելու բանաձևի ներկայացման ճիշտ մարմինը եւ ճիշտ ժամանակահատվածը դրա հաջողությունը ապահովելու համար։ Ստացի բազմակողմ դիվանագիտության կուլիսային աշխատանքը շատ մեծ է եւ հանրությանը տեսանել է միայն այդ աշխատանքի վերջնարդյունքը արծեստեն։ Շատ շնորհակալ եմ հանգամանալից եւ հետաքրքիր զրույցի համար, եթե ինչ-որ բան ունեք հավելելու, խնդրեմ։ Շնորհակալություն, ես եմ շնորհակալ։